Միջազգային top 10 թեմաների ամփոփումը Եվրամեդիա 24 հեռուստաընկերության եթերում։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն առաջարկել է կողմերին փորձել ավարտել պատերազմը մինչև 2026 թվականի հունիսը։ Գրաֆիկը այժմ քննարկվում է Կիևի, Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջև։ Ներկայացված առաջարկը ներառում է նաև քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման եւ տարածքային անվտանգության վերահսկման հարցերը, ինչը կարող է հեշտացնել պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Ակնկալվում է, որ առաջիկա շաբաթներին տեղի կունենա կողմերի հերթական հանդիպում բանակցությունները շարունակելու համար։ Թայլանդում կայացած ընտրություններից հետո վարչապետ Անուտին Չարդվիրակուլը սկսել է նոր կառավարության ձևավորման գործընթացը։ Նրա գլխավորած ուժերը ստացել են խորհրդանական մեծամասնություն, հաղթելով ռեֆորմիստական կուսակցություններին։ Քաղաքագետները նշել են, որ նոր իշխանությունը կարող է սահմանափակել քաղաքական բարեփոխումներ եւ ամրապնդել բանակի դերը երկրի կառավարման համակարգում։ Իսրայելի նախագահ Իսհակ Հերցոգի պաշտոնական այցը Սիդնեյ ուղեկցվել է հազարավոր մարդկանց մասնակցության բողոքի ցույցերով։ Ցուցարարները դատապարտել են Իսրայելի գործողությունները Գազայում եւ պահանջել դադարեցնել ռազմական գործողությունները։ Այցը լուրջ քաղաքական լարվածություն է ստեղծել Ավստրալիայի ներսում։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջև տնտեսական հարաբերությունները դատապարտված են ձախողման։ Նրա խոսքով Վաշինգտոնը միտումնավոր խոչընդոտում է համագործակցությանը եւ ճնշում գործադրում Մոսկվայի վրա։ Հայտարարությունը հնչել է նոր պատժամիջոցների ֆոնին։ Գարդիանը հրապարակել է անվտանգության զեկույց, ըստ որի Եվրոպան մտնում է երկարատև հակամարտությունների փուլ, Ռուսաստանի հետ պատերազմի, հիբրիդային սպառնալիքների եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների դերի թուլացման պատճառով։ Փաստաթուղթը կոչ է անում Եվրոպական միությանը զարգացնել ռազմավարական ինքնավարություն։ Bloomberg պարբերականի վերլուծության համաձայն Կուբայի հարցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր մոտեցումները կասկածի են ենթարկվում նույնիսկ ամերիկա-կուբայական բիզնես շրջանակներում։ Շատերը համոզված են, որ համակարգային խնդիրները թույլ չեն տա իրական փոփոխություններ իրականացնել։ Ճապոնիայում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններում լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը Սանաե Տակաիչիի ղեկավարությամբ հասավ պատմական հաղթանակի, ստանալով ստորին պալատում 2/3-ից ավել մանդատ։ Սա թույլ է տալիս կառավարությանը իրականացնել համարձակ տնտեսական եւ սոցիալական բարեփոխումներ, ներառյալ պետական ծախսերի ավելացումը եւ հարկային քաղաքականության փոփոխությունները։ Չնայած շուկայի մտահոգություններին պետական պարտքի մասին, հաղթանակը կարող է փոխել տարածաշրջանի քաղաքական հավասարակշռությունը եւ ամրապնդել Տոկիոյի դիրքը միջազգային ասպարեզում։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսը փետրվարի 9-ին կմեկնի Հայաստան եւ Ադրբեջան, առաջ մղելու տարածաշրջանային խաղաղության համաձայնագիրը եւ թրիփ ռազմավարական, առևտրային եւ տրանսպորտային միջանցքը։ Նախատեսվում է ամրապնդել տնտեսական կապերը եւ ապահովել Ադրբեջանին ուղիղ մուտք դեպի Թուրքիա Նախիջևանի միջոցով։ Սա առաջին անգամն է վերջին տարիներին, որ ԱՄՆ փոխնախագահը տարածաշրջան այց է կատարում։ Կարևոր քայլ խաղաղության եւ կայունության ուղղությամբ։ Եվրամիությունը զգուշացրել է, որ կարող է կիրառել ժամանակավոր միջոցներ Meta ընկերության նկատմամբ, որպեսզի արգելափակի մրցակիցների ԱԲ-հարթակների մուտքը WhatsApp։ Եվրամիության հայտարարությունը կապված է ընկերության գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման հետ, պաշտպանելու համար ազատ եւ թափանցիկ մրցակցությունը թվային ոլորտում։ Սա դիտվում է որպես ուժեղ քաղաքական ուղերձ ամերիկյան տեխնոհսկաների նկատմամբ, ինչն ընդգծում է Եվրոպայի վճռականությունը կարգավորող նախաձեռնությունների մեջ։